Կառավարությունը օրենսդրին առաջարկում է, որ նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության շրջանավարտները նույնպես բու ընդունվեն մրցութային կարգով։ Առաջարկի հեղինակները վստահ են, սա կխթանի նախնական եւ միջին մասնագիտական դաշտում մասնագիտացված կադրերի հոսքը դեպի աշխատաշուկա եւ հավասար պայմաններ կստեղծի բու ընդունվողների համար։ Օրենքի նախագծին ավելի լուրջ ուշադրություն պետք է դարձնել, ասում է Արամ Մանուկյանը եւ նախ եւ առաջ մեջբերում վերջին ամսում խորհրդարանում արված հայոց լեզվի ամենից շատ կիրառված սխալները։ Ընձեռնել բառ հայերենում չկա, ընձեռել բառը կիրառեք։ Նամանավանդ բառ այս խորհրդանում մի կիրառեք։ Շատ է կիրառվում խորհրդանում, շատ է կիրառվում ամենալավագույն բառը։ Բացարձակ սխալ է։ Քիչ անց Արամ Մանուկյանին է արդեն ուղում ազգային ժողովի նախագահը։ 7000 աշակերտներ չէ, 7000 աշակերտ, որ դուք ասեցիք։ Դիտողություն արեցիք, բայց չասեցիք։ Հայոց լեզվի անաղարտությունը ազգային անվտանգության բաղադրիչ է, ասում է Արամ Մանուկյանը։ Խոստովանում է նաև այս բնագավառում վերջին տարիներին կառավարությունը դրական քայլեր է արել։ Քոլեջներ ընդունվողների թիվը հասել է 10,000-ի, բայց ըստ падգամավորի անհրաժեշտ է նաև պահպանել քոլեջից բու ընդունվելու խողովակը։ 25000 ընդունվողների մեջ 200-ն է, որ գնում է քոլեջից։ Բայց այն ստիմուլը, այն շահագրգռվածությունը, որ քոլեջներից կարելի է գնալ ինստիտուտ, բու շահագրգռեց մարդկանց, որպեսզի երեխաներին տանեն քոլեջներ։ Ես առաջարկում եմ ընդամենը տեղափոխել այս մարդկանց, որ կարող են հնարավորություն տալ հեռակա համակարգ ընդունել։ Արմեն Աշոտյանը համաձայն է, իրոք պետք է խթանել մասնագիտական կրթության զարգացումը, բայց հակառակը, եթե մենք իրենց արտոնյալ ռեժիմից հանենք, ապա կավելանա մասնագիտական կրթության մարդկանց թիվը։ Եվ մեր նպատակն է, որ իրականում մասնագիտական կրթության հաստատություններ հաճախեն այն երիտասարդները, որոնք իրոք ուզում են հետո աշխատել տվյալ մասնագիտությամբ։ Այնուամենայնիվ համատեղ աշխատանքի պատուհան Աշոտյանը տեսնում է, առաջարկում է քննարկել նաև բարձրագույն եւ հետբուհական օրենքների փոփոխությունները։ Առաջարկվում է նաև, որ բուհերը իրենց կողմից մատուցվող կրթական վճարովի ծառայությունների ֆիքսված 7%-ը պարտավորված լինեն բյուջեում հստակեցնել եւ հատկացնել ուսանողական զեղչերին եւ պետական բուհերին պարտավորեցնել պետական պատվերից բացի 20% տեղերի չափով անվճար ուսուցում կազմակերպել։ Օրինակ, եթե Երևանի պետական համալսարանին մենք տրամադրելու ենք դիցուկ 1000 պետպատվեր, անվճար տեղ, պետական համալսարանը իր կողմից պարտավորվում է եւս 200 ուսանողի համար տվյալ տարվա ընդունելության կազմակերպի անվճար կրթություն այն մասնագիտություններով, որոնք պետությունը, կառավարությունը իր որոշմամբ համարելու է գերակա։ Օրենքով կանոնակարգվում է ուսանողների աջակցությունը, վստահեցնում է հարակից զեկուցող Կարինե Աճեմյանը եւ հիշեցնում, օրենքը գործելու է 2014 թվականի սեպտեմբերից։ Այս փաթեթի ընդունումը բավական կմեղմի ուսանողների սոցիալական վիճակը։ Սպարտակ Գրիշյան, Աննա Գրիգորյան, Հայարփի Միքայելյան, ժամը լրատվական։